Ողջույն ձեզ, սերի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ։ Մեծ մահուց 40-օրյա ժամանակած շրջանը նաեւ ապաշխարության շրջան է։ Բայց ապաշխարություն չի սահմանվի միայն այս 40 օրերու միջև։ Ապաշխարությունը կյանքի ընթացք է, որ իհարկին ամեն օր կարգահայտվի մեծ զղջումով եւ սրտի հունարումով։ Սիրելիներ, կարգ մի եկեղեցիներ կամ համայնքներ կսեն թե ապաշխարությունը եթե ընդունեցի, ապաշխարեցի, փրկվեցա, այնուհետև այլևս փրկված ես։ Ասմելը ճշմարտին եւ իրականություն չէ սիրելիներ։ Ապաշխարությունը անուն չէ, որ ծնատորեն մայրը, հայրը անունը տրեն եւ բոլոր կյանքի ընթացին այդ անունով գանչի։ Ապաշխարությունը, ինչպես որ ասի, կյանքի ընթացք է։ Ամեն անգամ որ մարդը մեղան չէ, Աստծո դրան առաջ եղանքի եւ ողջությամբ կխնդրեն ներումը։ Ներում գահացի Աստծուն, որ իրեն մեղքեր ներեն։ Աստվածաշունչ Մատյանի մեջ սերներ երկու մեծ թեմքեր կան, որոնք իսկապես սկանչելի օրինակներ են ապաշխարության եւ այդ մեծ թեմքերը աղոտ կրած են զղջումի մասին, սամոս կրած են զղջումի մասին եւ սկանչելի այդ քրությունները գարդահայտեն իրենց սրտի եւ հոգի խոր ապաշխարությունը։ Այդ անձերեն առաջինը Մանասե թագավորն է, որ ապաշխարության հատուկ աղոթք կրած է, որ կընթերցվի ամեն չորեքշաբթի օրերը ապաշխարության օրերը առավոտյան արևելյան ժամանակյան ընթացքում։ Մանասե թագավորը սիրելիներ ծնած է Քրիստոսեն 972 տարիներ առաջ եւ 55 տարի թագավորած էր։ Մանասե թագավորը ջանցված էր իր չարությամբ, իր անարագությամբ, այնքան չար գործեր կատարած էր, որ Աստվածաշունչը գսե, իր դագարանում արավան, թե իր նախնիներեն շատ ավելի մեծ չար գործեր գործեց։ Բայց արիթ եկավ, ներկայացավ արիթը և մեծ զղջումով ապաշխարությամբ շատ գեղեցիկ, սկանչելահույս բանաստեղծություններ աղոթներ կրած են, որոնք ինչպես հիշեցի, արևականի օր առավոտյան կընթերցեն։ Մանասե թագավորի ապաշխարության պատճառը ինչ է։ Ինք գրաբաշտ թագավոր էր։ Իսկ հայրը Եզեկիան ավելի աստվածասեր մարդ էր, բայց ինքը հաջորդեց իր հոր, ուրքեր կանգնեցուց, Բաղի Աստծո հանդեպ ունեցած սերը սկսավ արտահայտել եւ բարդատրել ժողովրդին, որ Բաղի Աստվածը բաշտ է, որուն նաեւ շատ աներևակայելի արարք մգար, բաշտամունքից սեր մգար, որ մարդիկ իրենց զավակները գրագի մեջ կլինեին, որպեսզի հաճելի է նային չաստուծով։ Այդ ադեն քրմաբաշխությունը կաչալերեց, մոկությունը կաչալերեց եւ նաեւ այլևս փախտակշամություններ ունել սկսավ։ Եվ կսվի, թե Ասորեստանի թագավորը հարցակեցավ Մութայի թագավորի վրա, Մանասեի վրա, քերի դարավ, շղթայեց և քերի դարավ Ասորեստան։ Այդտեղ ձունգի եկավ Աստծո առջև, խոնարհեցավ, սիրտը դրեցավ, զղջաց իր բոլոր ռազներուն համար և անդրադարձավ, որ այս բոլոր պատիժ էին իրեն համար, ապաշխարեց։ Եվ ետ Աստված իր թագավորության վերակացուց։ Երկրորդ դեպքում Դավիթ թագավորն է ինչպես Աստծո սիրելի անձնավորություն էր այս անձը։ Սամվել թագավորը զինք, թագավորոց պատանի դարիք իսկ Նաթան մարգարեն
իր մեզակույն մեղքը հիշեցուց, անդրադարձուց և անդրադառնալ է վերջ, արդեն իսկ ամեն բան կատարված վերջացած էր, ինք պատճվեցավ։ Իր թագավորությունը գնաց երկեն, դաբելեցավ, այնինչ որ ինք կներ, նույնը գտնեցին իրեն դաբալողները և ի վերջո ինք ազղջաց իր գադավերձին համար, ադորամար կրեց Սամոս 51-ը, ուր դեր գսե, որ մեինց ով աստված, կու արատ կդությամբ, կու անսահման բոլորությամբ, ներեին մեղքերս, ամբողջությամբ մակրեզիս, իմ անորենություններս և մեղքերես սրպեզիս, կիդեմ, հանցան կործեցի, մեղքս բլավ միտքես չել է, քեզի թել միայն մեղանչեցի դեր, և ուստի ներովին ծողով սրպեզիս և իրի մաքրվին, լվազիս և ծունեն ավիրի կսվիլակ մաքրում իրի ալլահ։ Բայց իմ շրտներս ով էր, ով բերանս քեզ օրհնություն երկեն։ Եթե զոհ կանենայի իրի մատուցեի, բայց ողջագես տուն չես ուզեր, ուզածս զողջումով լի, ոգի մնե, ով ասված, հետևաբար մի մերձեր զղջունալից և կրջված իմ սիրտս։ Շատ լավ ընտրնած է թե եբրայական օրենքով, և որ մեկը մեղ գործեր, երթար ռաբայինքով և իրեն թողություն դար մեղքերուն, բայց կսեր, որ զոհ պետք է մատուցես, այսին զոհը, այսին չկենթանին և այլն, բայց թագավոր կանտրատարնա, որ աստված այդպիցի զոհեր չուզեր, այլ ուզե սիրտը, հոգիմը, որ խոնարածը նա աստծու արջև, գքածը նա աստծու արջև, նույն նասե թագավորը, զղջած ապաշխարեց, գքեցավ իր ամբողջ այդ մեղքերեն, չայքներեն այլևս հերու մնաց, երբ որ վերադարձավ թագավորության, կանտեց այդ բոլոր մեհյանները և աստծու տաճարի նմանակները այդտեղ գալուցեց և աստվածավաշքին կալուց։ Թագավորը, որ աստծու սիրելյանցն է, ամեն անգամ որ մեղ գործեր և անդրադառնալ, որ մեղ գործածեր, երեխայի լսմանուի բեսլսի գուրա էր։ Որովհետև անդրադառնա կբայծարանա իր միտքսիլը և կտեսնե իր գործած մեղը։ Դա աստված մեր բոլորի որպեսզի մենք ալսիներ ամեն օր տեսնենք մեր մեղքերը և ամեն վարյան ապաշխարելով մեր կյանքը շարունակի, ընթացքի, հեծի քշելու գրմանի, եթե կանգնենք, գինանք, միշտ դեպի առաջ ապաշխարողական կյանքի մեջ պիտի ընտանանք սիրներ, թող աստծո ողորմությունը մեր բոլորի վրա ալա, թող ներեր աստված, թող կամեր բոլորի մեղքերը, մարդ ենք կսայտ այգին, բայց նաև աստծո դված իմաստությամբ, խելքով, միտքով, դրանք վերադառնալ ճշմարիտ ճանապարհին։ Աստծո ողորմությունը մեր բոլորի վրա ալա։ Ամեն։